Սիրելիներս ողջույն բոլորին եւ իհարկե բարի գալուստ YouTube-յան տեսահալիկ բոլոր նրանց, ովքեր ինձ առաջին անգամ են տեսնում։ Ես Նադյան եմ։ Սկսում ենք մեր դիրգրպանը, հա չեմ կարա հիմա պայուսակից մեջ դնամ։ Սկսում ենք մեր հերթական վլոգը։ Ես ու Էմինը գնում ենք թանգարան։ Ուզում եի այսօր տանել Էմինին պատկերասրահազգային, բայց ժամը 12-ին այնտեղ սիրուն միջոցառում էր լինելու, բայց ընկատան գործերով ու չհասցրեցինք տանից շուտ դուրս գալ։ Ժամը 1-ն է արդեն, այնտեղ հաստատ այդ միջոցառումը վերջացած կլինի կամ եթե վերջացած էլ չլինի, մինչև հասնենք արդեն մեծ մասը անցած կլինի։ Դրա համար որոշեցին գնալ այլ թանգարան։ Գնում ենք Սերգեյ Փարաջանովի թանգարան ու ինձ թվում է այնտեղ էլ Էմինին շատ հետաքրքիր կլինի։ Ասացի լավ, դրանց վերցեցի, բայց ասացի կարողած էր մոտ անվելի կցին լինի։ Շատ եմ սիրում, երբ կարողանում եմ երեխաների հետ առանձին ժամանակ անցկացնել։ Իհարկե շատ լավ է երեխաներին նաև միասին ինչ-որ տեղեր տանելը, որպեսզի իրենք կարողանան միմյանց հետ հենց այդ պահին կիսվել իրենց էմոցիաներով, հետաքրքրություններով ու նաև երբ միասին ենք ամբողջ ընտանիքով տեղ գնում, ընտանիքը շատ մտերմանում է, երեխաներն էլ են իրար շատ մտերմանում, բայց այդ ամենից զատ նաև շատ կարևոր է երեխաների հետ առանձին ժամանակ անցկացնելը, որ դու կարողանաս ամբողջությամբ այդ օրդ նվիրես հենց այդ երեխային, լսես իր հույզերը, իր մտքերով կիսվի քո հետ, ամբողջ ուշադրությունը միայն իրենը լինի։ Ու այսօր մեր մոտ այդ օրերից է հենց Ադամն ու Առնոն գնացել են տատիկ պապիկի տուն, սպասի թող այս մեքենաները անցնեն։ Ադամն ու Առնոն գնացել են տատիկ պապիկի տուն ու ես էլ իմ օրը նվիրում եմ Էմինին, գնում ենք թանգարան։ Ոյ, լավ էլի Էմին ցույց չտայիր։ Կոտ էր։ Արի գնացինք։ Սերգեյ կամ Սարգիս Փարաջանովը, ինչպես գրված էր թանգարանի մուտքի մոտ, միջազգային հռչակում ունեցող կինոռեժիսորներից է եղել։ Ծնվել է Թիֆլիսում, հայկական ընտանիքում։ Էությամբ արվեստագետը խորհրդային իշխանություններին միշտ քննադատել է շատ սուր ու բացահայտ կերպով կամ անուղղակի կերպով իր այդ քննադատությունները ներկայացրել արվեստի միջոցով։ Եվ իր այդ համառ անհնազանդությունների հետևանքով Փարաջանովը շատ հաճախ ենթարկվել է պարսապանքի կամ երբ իր սցենարները ներկայացրել է հաստատման, հաճախ մերժվել է ինչ-որ կասկածելի անիմաստ պատճառներով, իսկ այդ պատճառների հետևում ամենայն հավանականությամբ ուղղակի քաղաքական հայացքներ են թաքնված եղել։ Փարաջանովի ամենաբացառիկ գործերից է եղել «Նռան գույնը» ֆիլմը, որը պատմում էր հայ աշխուժ Զայաթ Նովայի կյանքի մասին։ Այս ֆիլմը իհարկե կարող էր լինել նրա գլուխգործոցը, որը կփոխեր ողջ կյանքի ընթացքը, բայց խորհրդային իշխանությունները կոշտ գրաքննության են ենթարկում ու խմբագրում ֆիլմը։ Արդյունքում էկրան է բարձրանում Փարաջանովի հսկայական աշխատանքի լոկ-ստվերը։ Փարաջանովը հետագայում նաև բանտարկվել է, մեղադրվելով ամենաբազմազան հանցանքների մեջ, իսկ ազատ արձակվելուց հետո որոշ ժամանակ ապրել է զրկանքներով լի կյանքով, ինչը իհարկե նվաստացուցիչ էր նման արվեստագետի համար։ Մահից առաջ հասցրել է նկարել նաև «Սուրամի Բերդի լեգենդը» և «Աշխուժ Ղարիբը» ֆիլմերը։ Ես ու Էմինը մի աշխարհ քայլելուց և համեղ ծնվելուց հետո տղուս սոված չեմ թողել, սրճարան էին գնացել, իրականում մի փոքր կոմպլեքսավորվում եմ սրճարաններում, ինչ-որ բան նկարելուց, կարծում եմ, որ այդ պահին ինչ-որ իմաստ չկա նկարելու, դրա համար այդ կադրերը բաց եմ թողում ամեն անգամ, բայց գնացինք, համուսնվեցինք, ընկերուհուս տեսանք, ահագին քայլեցինք, այսօր շատ եմ քայլել ու հիմա արդեն գնում ենք տուն։
իմ ի ծնե կեռեցին արած մազերի մասին, ընդհանուր երևի մի 3-ից 5 րոպե ամենաշատը տեղում իմ մազերը ֆենելը, ինձ թվում է կարող էի կեռեցինի գովազդի մոդել լինել շատ հանգիստ այս մազերով։ Իսկ հիմա մի փոքր ուզում եմ պատրաստել, որովհետև շատ սպոնտան որոշեցինք գյուղ գնալ, ամառն էլ գնալու գյուղ, մի 2 ամսով մնանք գյուղում ու երևի թե ինձ թվում է այս մեր վերջին այցն է գյուղ, մինչև արդեն հիմնական գնալը, որովհետև ընթացքում երեխեքը անընդհատ կամ դասի են, կամ միջոցառումների են, կամ քննության են, ինչ որ խառը անելիքներ ունենք ու նաև այստեղ պետք է բոլոր գործերս վերջացնեմ, մի քանի գովազդային համագործակցություն ունեմ, որոնք եւս պետք է վերջացնեմ, որ արդեն հանգիստ կարողանանք գյուղ գնալ, իրականում երկար ժամանակով գյուղ գնալը այդքան էլ հեշտ բան չի, պետք է լավ պատրաստվել դրա համար ցենց խառը ընթացքում իմ բոլոր գործերը կվերջացնեմ, կգնանք ամառվա մի 2 ամիսը կմնանք գյուղում, իսկ մեր երկար այնտեղ մնալու հիմնական պատճառը մեր տան վերջնական վերանորոգումն է, որովհետև մեր տան վերանորոգումը կիսատ է մնացել ու մի քանի մանր գործեր ունեինք, որոնք այդպես էլ չհասցրեցինք անցած տարի անել ու անընդհատ հետ էր ընկնում այդ գործերը, բայց որոշել ենք այս ամառ վերջնական վերանորոգել ու պրծնել այդ վերանորոգման գործերից, դրա համար ես երեխեքի հետ կմնամ գյուղում, որ ամուսինուս այստեղ վերանորոգման բոլոր աշխատանքները վերջացնի։ Դեմքի սալիցիլաթթվով լոսյոն եմ քսում, դուք նկատած կլինեք, որ ես բավականին լավ մաշկ ունեմ դեմքի ու հիմնական գաղտնիքը հատուկ ինչ-որ խնամք չեմ անում, տոնային բացարձակ չեմ օգտագործում, արդեն երևի 1 տարուց ավել է, շատ հազվադեպ, եթե ինչ-որ պրոֆեսիոնալ մեյքափ պետք է անեմ, չգիտեմ, հարսանիքի եմ հրավիրված կամ ինչ-որ հատուկ առիթի, միայն այդ ժամանակ եմ տոնային օգտագործում, իսկ առօրյա դիմահարդարման մեջ հատկապես կամ չգիտեմ, եթե ինչ-որ թեթև տեղեր պետք է գնամ, տոնային բացարձակ չեմ օգտագործում արդեն 1 տարուց ավել է ու այդ շատ է փրկում իմ դեմքի մաշկը, նույնը ձեզ եմ խորհուրդ տալիս, սկզբում մի քիչ դժվար է լինում տոնայինի չօգտագործելուն հետ վարժվելը, մանավանդ երբ դու պետք է շպարվես, օրինակ աչքերդ ես քսում, սիրուն, ինչ-որ շպարվում ես, հոնքերդ, շուրթերդ ու այդ ամեն ինչը առանց տոնայինի շատ կիսատ է քեզ թվում, բայց հավատացեք ժամանակի ընթացքում դրան սովորում ես ու քո մաշկի համար ավելի լավ բան չես կարող անել, քան ուղղակի մաշկը ձերծ պահել ցանկացած տեսակի տոնայիններից, անգամ եթե դրանք շատ թույն բրենդի տոնայիններ են։ Հիմնականում դեմքը սալիցիլաթթվի լոսյոնով մաքրում եմ, քսում եմ կամ թեթև խոնավեցնող, արևապաշտպան ու վերջ, այդքանով սահմանափակվում եմ ու նույնն էլ ձեզ եմ խորհուրդ տալիս, փորձեք մի ընթացք հետո կհասկանաք, թե ինչքան լավություն եք անում դուք ձեր դեմքին։ Այդպես, հիմա պատրաստվում եմ, իրականում երեկոյան ժամը արդեն, բայց որոշեցին գնանք մի 2 ժամով գյուղում պտտվենք ու գանք, հետո արդեն մեկ էլ կգնանք մեր միջոցառումներից, երևի հենց հունիսի սկիզբ, հունիսի 1-ին շատ սիրուն միջոցառման եմ հրավիրված, այդ միջոցառման ես էլ իմ ներդրում ունեմ, մասնակցություն ունեմ այդ միջոցառման կազմակերպման մեջ, դրա համար չեմ կարող դա բաց թողել, բայց կարծում եմ հունիսի 2-3 արդեն կգնանք գյուղ հիմնական երեխաների հետ, չնայած Էմինի քննությունները հունիսի կեսերին է, կարող է Էմինը մի ընթացք մնա պապայի հետ, հետո միանա մեզ, խոսքով այդ ընթացքում դեռ կորոշենք։ Հիմա պատրաստվում եմ գնամ երեխեքին հագցնեմ եւ դուրս գանք արդեն։ Հիշում եք, որ ուխտի օրը եկել էի ու այս պիոնները կոկոններ էին, մի հոտ տեսեք ինչ սիրուն ա բացվել, շատ սիրուն ա, վաու, ախ բա հոտը,
շատ սիրուն է։ Խուտը մեզ կեղտոտ մռութի կտ։ Համովա ելակը տատիկի։ Հա, համովա տատիկի այգու ելակը։ Դու գայես։ Ես գամ էլի վերցնեմ։ Գնանք մենք էլի ելակ հավաքենք։ Դե գնային կողմը։ Գնա։ Ուտեմ քեզ։ Պույետի փուֆա։ Փուֆ։ Տասի չենք կարա տեղ մտնենք։ Ինչի։ Արի դու ամանը պահի։ Հա։ Ես էլ էստեղից կհավաքեմ։ Ամանի մեջ կդնենք, հա։ Բայ էստեղ էլ չկա։ Էստեղ չկա։ Ուրիշ տեղ։ Արի, այստեղ կա։ Այստեղ շատ կա։ Դու այստեղ սպասի, հա։ Դու հա նստ սպասի։ Սպասի ինձ։ Ես հավաքեմ բերեմ, հա։ Արնո, գյուղում ինչ կենթանիներ են ապրում։ Արյուծ։ Գյուղում արյուծ կա։ Էլ ինչ կենթանի։ Գայլ։ Էլ ինչ կենթանի։ Արջ։ Բայց այդ ոչ մի կենթանին էլ չկա գյուղում։ Գյուղում ընտանի կենթանիներ են ապրում։ Հավ։ Էլ ինչ։ Փիղ չէ։ Կովիկ։ Էլ ինչ կենթանի։ Էլ վերջ։ Չենք կարա կանք գյուղ ու գյուղից չտանենք շլոր։ Մողես էլ կա գյուղում։ Ու իհարկե ելակ։ Մամաս ընտեղ մեր համար ելակ է հավաքում, որ տանենք։ Ես էլ սենց մի աման շլոր եմ քողել, որովհետև շատ եմ սիրում։ Տեսեք ինչ շատ է բերքը լավ հասել է։ Լիքը ելակ կա։ Ես էլ Արնոն։ Նենց սիրուն է Արնոյի լեզուն բացվել, նենց սիրուն է սկսել խոսել, ենքան հետաքրքիր է խոսում, լիքը ելակ կա։ Այս ինչի ծառա։ Ինչի ծառա Արնո։ Շլորի։ Հա։ Դու էլ ինչ միրգ գիտես։ Միրգ կա գյուղում։ Ինչ միրգ կա։ Կանաչ միրգ։ Կանաչ միրգ։ Այ ինչ շոկ է։ Ոյ նենց շոկ է Արնո այս ներսում։ Շատ շոկ է։ Դու սպասում ես, սպաս, շունչս կտրվեց, ինչ շոք է, դու էլ ապրես, ես մեր գյուղը շատ եմ սիրում ու ամեն անգամ նենց մեծ սիրով եմ ձեզ ներկայացնում, երբ գյուղ եմ գալիս ու առհասարակ մեր Հայաստանի բնությունը, Հայաստանի գյուղերը շատ սիրում եմ, ինձ մնա ամեն շաբաթ կգնամ, վայ Արնո ամբողջը կերար,
ինձ մնա ամեն շաբաթ կգնամ որևէ գյուղ Հայաստանի, կշրջեմ, կվայելեմ այն չքնաղ բնությունը, որ մեր երկիրը ունի, ձեզ ցույց կտամ, կներկայացնեմ, բայց նաև անկեղծորեն ուզում եմ մի բան ասել, չեմ խափի ու կասեմ, որ մշտական բնակություն երբևէ չեմ ցանկացել գյուղում հաստատել, շատ սիրում եմ, շատ վայելում եմ այս ամեն ինչը, բայց կարծում եմ, որ գյուղում մշտական բնակություն հաստատելու համար մի հատ սենց ուրիշ հզոր ուժ է պետք ու առհասարակ միշտ խոնարհվել եմ մեր գյուղի բնակչության առաջ, որովհետև մեր գյուղի մարդիկ շատ մեծ գործ են անում իրականում երկրի համար ու անում են ավելին, քան երևում է, քան նկատելի է ու միշտ մտածել եմ, որ ես գյուղում ապրելու համար չեմ, անգամ այն տարիքում, երբ ես ապրում էի գյուղում, 22 տարի գյուղում եմ ապրել, կյանքիս 22 տարիները գյուղում են անցել, բայց միշտ էլ, դեռ դպրոցական տարիներից էլ միշտ մտածել եմ, որ կուզեմ դպրոցն ավարտելուց հետո աշխատել, ունենալ ֆինանսական եկամուտ ու ունենալ տուն քաղաքում, որովհետև մշտական բնակության համար ինձ քաղաքում ավելի կոմֆորտ եմ զգում, քաղաքում զգում եմ, որ ես ավելի շատ ես եմ, քան գյուղում։ Ի տարբերություն ինձ, ամուսինս մոտ հակառակ պատկերն է, ինքը ծնվել մեծացել է Երևանում, բայց միշտ երազել է գյուղում ապրել ու հիմա էլ շատ հաճախ եմ իր կողմից նման առաջարկ ստանում թողնել ամեն ինչ Երևանում ու ընտանիքով տեղափոխվել Հայաստանի որևէ մարզ, որևէ հեռավոր գյուղ ապրելու ու մեր ընտանիքին միայն ես եմ խանգարում, որ մենք գյուղում ապրենք, որովհետև երեխեքն էլ են գյուղը շատ սիրում, ամուսինս էլ է գյուղը շատ սիրում ու եթե ամուսնուս մնա, ինքը մի վայրկյանում ամեն ինչ կթողնի Երևանում ու կգնա որևէ գյուղ, հատկապես վերջին 1 տարին անընդհատ մենք այդ խոսակցություն ունեն, մենք Խաչիկ գյուղ տեղափոխվելու, ինքը շատ սիրում է Խաչիկ գյուղը, ովքեր չգիտեն, ծանոթ չեն գյուղին, Խաչիկը սահմանամերձ գյուղ է ու ամուսինս շատ է ուզում ամեն ինչ թողնի, գնա Խաչիկում բնակություն հաստատի։ Ինձ թվում է կգնահատեք իմ անկեղծությունը ու այլ մեկնաբանություններ, բացասական մեկնաբանություններ այդ առումով չեմ ստանա, որովհետև էլի եմ ասում, ես միշտ գնահատել եմ մեր գյուղի բնակչությանը, միշտ շատ եմ սիրում ես մեր գյուղերը ու շատ սիրում եմ շրջել Հայաստանով, վայելել մեր բնությունը, վայելել մեր գյուղերը, նաև իմ YouTube-յան ալիքի առաջիկա պլաններում ես ունեմ հստակ նախագիծ լինել Հայաստանի բոլոր գյուղերում ու ամեն անգամ ձեզ պատմել որևէ գյուղի մասին, որովհետև մեր գյուղերը իրականում ներկայացնելու շատ բան ունեն ու հաստատ շատ սիրուն նախագիծ է լինելու, այդ մենք մեծ սիրով կյանքի կկոչենք, որովհետև ամուսինս էլ է կողմ ու ինքը շատ ամեն ինչով կոժանդակի, որ այդ նախագիծը կյանքի կոչվի։ Այդպես, մի փոքր կիսվեցի ձեզ այդ իմ պլաններով, ինձ ընթացքում անընդհատ կանչում են, գնամ տեսնեմ ինչ են ասում, ուզում եմ մամայիս է սիրում ծաղիկներից էլ մի քանի հատ տանեմ ինձ հետ։ Այստեղ ուզի ծառեր ունենք։ Մենք ընտանիքով շատ սիրուն պատրաստվել ենք ու գնում ենք սիրուն հոլովակ նկարելու, որովհետև ձեզ շատ կարևոր նորություն ունենք հայտնելու եւ այդ նորությունը ուզում ենք սիրուն հոլովակի միջոցով հայտնել։ Ընթացքում մազերս մի հատ էլ 20 կզգզվել է, իրեր ենք վերցրել մեզ հետ, շտատիվ ենք վերցրել մեզ հետ, ամրագոտիները գցում ենք, ամրագոտիները ու ընկնում ենք ճանապարհ, երբ հասնենք արդեն կասեմ, թե հոլովակ որտեղ ենք նկարելու, բավականին երկար ճանապարհ ենք գնալու, չգիտեմ թե ինչու որոշեցի, որ հենց այդ հատվածում եմ ուզում նկարել մեր հոլովակը։ Մի խոսքով գնացինք մեզ բարի ճանապարհ, ձեզ էլ ընթացքում կասեմ, թե
ընթացքում չէ։ Երբ հորովակ արդեն պատրաստ լինի, ասեմ թե ինչի համար եւ ուր էինք գնում։ Ինչքան սիրուն աղավնա։ Դե մտածում եմ երևի ընտանիքով եկել էինք պիկնիկ։ Նայեք ինչքան կովիկներ կան։ Գազանիկները։ This make it perfect. Քանի որ մենք արդեն վերջացրեցինք մեր նկարահանումը, եկեք մի փոքր պատմեմ, թե ուր էինք եկել էինք Ազատի ջրամբար, բայց չստացվեց Ազատի ջրամբարում ինչ-որ բան նկարել, որովհետև այնտեղ լիքը ձկնորսներ կային ու շատ մորթ կար, չէր լինում ոչ միտեղ կանգնել, ինչ-որ հարմարացնել։ Դրա համար որոշեցինք, որ լճի ափից այն կողմ գնանք ու փնտրենք նենց տարածք, որտեղից կերևա ջրամբարը, լիճը կերևա, բայց հենց անմիջապես լճի ափին չենք լինի մենք։ Ու ինչ ես խոսում եմ, այստեղ իմ համար ցողոլ են գովանում։ Սրա համար մեզի Սիսիանում չէին սիրում։ Լավ սորտա։ Համանա, даже թթուչի։ Ասյան պիցո։ Ուզենակ մենք էլ իրանց հետ քշենք, գիտեք։ Նայեք, հեսա գնում են են կողտղեն։ Նայեք։ Չպատմեցի մեր պատմության շարունակությունը, քանի որ մեզ չստացվեց լճի ափին տեղավորվել սիրուն հարմար, որովհետև այնտեղ լիքը ձկնորսներ կային, շատ, ինչին մենք չէինք սպասում, որովհետև առաջին անգամ էինք Ազատ ջրամբար գնում։ Մենք ստիպված որոշեցինք այլ ճանապարհներ փնտրել եւ գնալ մի քիչ ավելի բարձր ափ, որտեղից վերևից կերևա լիճը, մի խոսքով շատ անսահման դժվարությամբ մենք հասանք մի հատ շատ սիրուն դաշտավայր, որտեղից երևում էր լիճը ներքևում։ Ամենասիրուն ռակուրսներ հոլովակ նկարելու համար, այդ հոլովակը կդնեմ, հիմա դուք էլ կտեսնեք և կգնահատեք մեր աշխատանքը, իսկ ես ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել համբերատար ամուսնուս, որ այդքան ճանապարհ կտրեց, անցավ, հազար մի ճանապարհներով գնացել ենք, նորից տեսել ենք ինչ-որ փակուղի ենք մտնում, նորից պտտվել ենք դուրս ենք եկել, նորից ուրիշ ճանապարհներ ենք փորձել, նորից ենք պտտվել դուրս եկել, մեքենան թեթև վնասել ու մի խոսքով լիքը տենց խառը ճանապարհներով մենք հասել ենք մի փոքրիկ 20 վայրկյանանոց ռիլ նկարելու համար այնպես որ գտնեմ հիմա կգնահատենք մեր ռիլը այդ արդեն նորից կգանք շարունակենք մեր վլոգը Դե ինչ դուք նայեցիք այդ 20 վայրկյանը ընդունվում են արդեն շնորհավորանքներ մեր 4-րդ բեբիկի կապակցությամբ իսկ մենք քանի որ շատ հոգնած ենք ու շատ սոված
մտել ենք ինչ-որ բան վերցնենք ուտելու ու շտապ ենք տուն, որովհետև երեխեքը շատ հոգնել են ու շատ տանջվել են։